Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել են Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Անժելա Իսահակյանին։ Բարև ձեզ բժշկուհի Իսահակյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Բժշկուհի, նախ խոսենք, թե մայրանալու գործընթացում որն է բժշկի դերն ու առաքելությունը։ Մայրանալը դա Աստծու կողմից կնոջը տրված առաքելություն է, որպիսի մանկան ճիչով, լույսով եւ խաղաղությամբ լցվի աշխարհը։ Մենք տիզերական այս անսահման շրջաբդույթի մեջ փոքր մասնիկ ենք եւ բոլորս լույս աշխարհ ենք գալի որևէ առաքելությամբ։ Բժշկի առաքելությունը օգնել մարդկանց, երջանկացնել նրանց, իմ պարագայում օգնել կանանց առողջ բալիկներ ունենալու, որպիսի այդ լույսն ու խաղաղությունը ավելի լայն տարածվի աշխարհի վրա։ Հենց այդ օգնություններից մեկն էլ տարաբնույթ հետազոտություններն են, որոնք իրականացվում են մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, կխնդրեի խոսել հենց սկրինինգային ծրագրից, ինչ է այն իրենից ներկայացնում։ Սկրինինգային ծրագիրը իրականացվում է Աստրայա ծրագրով, որը միջազգային ծրագիր է։ Դա կատարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, եվրոպական առաջադեմ երկրներում, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում եւ այժմ ներդրվել է նաև Հայաստանում։ Սկրինինգային ծրագիրը Գյումրիում դա պիլոտային ծրագիր է, որը իրականացվում է Viva հիմնադրամի կողմից, ի շնորհիվ հիմնադրամի տնօրեն Տատյանա Հովանեսյանի կողմից։ Ծրագիրը ունի երկու մաս։ Առաջինը դա սոնոգրաֆիկ հետազոտություններն են, որը կատարվում է էտապային։ Առաջի սկրինինգային հետազոտությունը կատարվում է 11 շաբաթից մինչև 13 շաբաթ 6 օրական ընթացքում, կամ որոշակի սոնոգրաֆիայի ժամանակ սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ չափվում է օձիքային տարածությունը, որը շատ կարևոր է գենետիկ սինդրոմները, քրոմոսոմային անոմալիաները հայտնաբերելու համար, քթոսկրը, կատարվում է որոշակի չափումներ, կարևոր է օրգան համակարգերի պաթոլոգիաների հայտնաբերումը, երրփեղփականի փոփոխությունները, այսինքն հետադարձ հոսքերը, որը հնարավորություն է տալիս համակցելու բիոքիմիական անալիզներին եւ դրա հիման վրա որոշել գոյություն ունի տվյալ բալիկի մոտ, պտղի մոտ գենետիկ շեղումներ, թե ոչ։ Հիմնականում հայտնաբերում են տրիսոմիաներ 21-ը, 18-ը եւ 13-ը։ Ներկայում 21-ը դա համարվում է Դաունի սինդրոմը, որը աշխարհում յուրաքանչյուր 700 երեխաներից մեկը կրում է Դաունի սինդրոմ, կրողներից մեկն է։ Սակայն դրա արտահայտվածության տարբեր ձևեր կան, կարող է լինել ծանր, միջին եւ թեթև աստիճանի արտահայտվածություն։ Դրա համար սոնոգրաֆիկ հետազոտությանը զուգահեռ նաեւ կատարվում է բիոքիմիական անալիզները, որի հիման վրա հատուկ ծրագրով, դա Աստրայա ծրագիրն է, նորից նշում եմ միջազգային ծրագիր է, կարողանում ենք որոշել ռիսկային գործոնները։ Անպայման հետազոտությունը պիտի կատարվի էքսպերտ կարգի սոնոգրաֆիկ սարքերով, որը մեզ հատկացվել է նորից Viva բարեգործական հիմնադրամի կողմից։ Նաև ուզում եմ առիթից օգտվել, շնորհակալություն հարնել մեր հայրենակցին, Ռուսաստանի Դաշնությունում հայտնի պրոֆեսոր Արտուր Գաբրելյանին, որի շնորհիվ մենք կարողացանք ձեռք բերել էքսպերտ կարգի այդ ապարատը։ Դայև մենք ունենք ծննդատանը երկրորդ այդպիսի ապարատուրա, որի միջոցով մենք նորից աշխատում ենք 2 կաբինետներով եւ շատ նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ մեր պրակտիկ մասի ղեկավար Կարինե Օթարյանին, որը նաեւ Ռուսաստանի Դաշնությունում նույնպես ճանաչված մանկաբարձ գինեկոլոգ սոնոգրաֆիստ է, որը ոչ մի ուժուն եռանդ չի խնայել մեզ սովորեցնելու հատուկ ծրագրով աշխատելու համար։ Այս հետազոտությունները արդեն որքան ժամանակ են, որ կիրառվում են։ Հետազոտությունները պիլոտային ծրագիրը սկսվել է իրականացվել 21 թվականի հունիս ամսից զուգահեռ բիոքիմիական անալիզներով եւ հետազոտության արդյունքում մենք ունեցել ենք իրոք շեղումներ, որոնք հայտնաբերվել են Դաունի սինդրոմով, տրիսոմիա 13-ով երեխաներ, որոնք հետագայում կարող էին ունենալ նաեւ լուրջ խնդիրներ։
Սակայն կարելի է ասել, որ այս հետազոտությունները դրանք չեն համարվում 100%-անոց հետազոտություն, 95% է հետազոտությունը, սակայն սրան հայտնաբերելու դեպքում, երբ մենք ունենում ենք ռիսկային գործոններ, այսինքն մարդը ունի անհատական ռիսկ, որ կարող է ունենալ գենետիկ շեղումով երեխաներ, կատարվում է խորոն բիոպսիա եւ ամինոցենտեզ։ Խորոն բիոպսիան կատարում է 11-ից մինչև 14 շաբաթական, իսկ ամինոցենտեզը 16 շաբաթականից հետո։ Երբեմն ժողովրդի մոտ կա այն կարծիքը, որ խորոն բիոպսիայից եւ ամինոցենտեզից հետո վիժումները լինում են ավելի մեծ, լինում են պտուղների մոտ պաթոլոգիաներ, ընդհանրապես դա կազմում է 2%, այսինքն այնպես ինչպես կարող է սովորական հղիության ընթացքում լինել։ Ամինոցենտեզը խորոն բիոպսիան արդեն 98% հետազոտություն է, որով կարող են տալ պտղի մոտ գենետիկ շեղումները։ Որքան հասկանում եմ, այս հետազոտությունները իրենցից ներկայացնում են բավականին թանկարժեք հետազոտություններ։ Այսինքն նախքան այստեղ կիրառություն գտնելը, գործարկվելը, հղիները միգուցե հասնում էին մայրաքաղաք տարբեր կլինիկաներ։ Եթե արդեն այստեղ գործում է, հղին ինչ է շահում եւ ժամանակի եւ ֆինանսական առումով։ Ժամանակի ճիշտ է, այդ հետազոտությունները Երևանում կատարում էին, դա կատարվում էր վճարովի, դա վճարովի ծառայություններ, նորից ես ասում եմ, սա իրականացվում է Viva բարեգործական կազմակերպության կողմից, որովհետև հատկացրել է մեզ եւ անալիզատորները եւ համապատասխան բիոքիմիական նյութերը եւ էքսպերտ կարգի սոնոգրաֆիկ սարքը, որի միջոցով մենք անում ենք։ Նու բավականին թանկ հետազոտություն է, մանավանդ Շիրակի մարզը մեր համարվելով ավելի աղքատ տարածաշրջան, ժողովուրդը հղիների մեծ մասը հնարավորություն չուներ մեծ գումարներ ծախսելու քաղաքում անցնելու վճարովի այդ հետազոտությունները։ Իսկ այժմ այս բոլորը առաջի եւ երկրորդ սկրինինգները կատարվում է մեզ մոտ։ Առաջինի առավելությունը որն է, որ կատարվում է համապատասխան այդ 11-ից 13-6 շաբաթական ընթացքում բիոքիմիական անալիզներին զուգահեռ եւ կատարվում է բոլորը անվճար։ Նոյեմբերի 1-ի 22 թվականի նոյեմբերի 1-ի առողջապահության նախարարի հրամանով, հրաման է 5072L հրամանն է, համագործակցել է մեր առողջապահության նախարարությունը Viva բարեգործական կազմակերպության հետ, հատկացնելով այս ամեն ինչը, մենք տարածաշրջանում ամբողջ Շիրակի մարզում պիտի կատարենք անվճար հետազոտությունը, նաև կատարում ենք անվճար երկրորդ սկրինինգը, որը կատարում է 18-ից մինչև 22 շաբաթական, 18-ից 22 շաբաթականում արդեն հայտնաբերում են օրգանական շեղումները, օրգան համակարգերի այն թերությունները, որը կարող է լինել տվյալ շրջանում։ Սովորաբար սկրինինգային հետազոտությունները դա տրվում է այդ շաբաթներում, հղիությունը մեր Հայաստանի օրենքով թույլատրելի է ընդհատել միայն մինչև 22 շաբաթական, եթե պտղի հետ կա զարգացման այնպիսի արատներ, որոնք անհամատեղելի են կյանքի հետ, իսկ համատեղելի արատների դեպքում բնականաբար չի թույլատրվում, որը շտկելի է, նորից չի թույլատրվում ընդհատել հղիությունը։ Բժիշկ Իսահակյան, ուզում եմ հասկանալ, ովքեր կարող են դիմել, որ հղիները կարող են դիմել այս հետազոտություններին, այսինքն եթե հղին այսինչ պոլիկլինիկայում է գրանցված, նա իրավունք ունի Գյումրու ծննդատանը անցնել այս հետազոտությունները։ Այո, բոլոր հղիները, ովքեր գրանցված են տարբեր պոլիկլինիկայում, Շիրակի մարզի ցանկացած բուժական բուժհաստատություններում, Շիրակի մարզի, սա պիլոտային ծրագիր է Շիրակի մարզի համար։ Մենք ունենք անվճար եւ համապատասխան ռեակտիվները եւ կատարում ենք բժիշկները, մենք 3 բժիշկ ենք, որը կատարում ենք համապատասխան սոնոգրաֆիկ հետազոտությունը բացառապես անվճար եւ հրաման կա, որ պիտի բոլոր բուժհաստատությունները ուղարկեն առաջի եւ երկրորդ սկրինինգները Գյումրու ծննդատուն սկրինինգային կաբինետներում համապատասխան հետազոտությունը անցնելու։ Հղիները կարող են նախապես գրանցվել։ Բնականաբար հղիները պիտի նախապես գրանցվեն, որովհետև հետազոտությունը բավականին աշխատատար է, որոշ ժամանակ եւ որոշ հղիների մոտ երբեմն հետազոտությունը կարող է երկարաձգվել մինչև 40 րոպե, դրա համար նախորոք պիտի հերթագրվեն ու անցնեն համապատասխան հետազոտությունը։ Նաեւ կուզեմ հղիներին զգուշացնել, բիոքիմիական անալիզ հանձնելուց առաջ, պարտադիր 1 օր առաջ պիտի սնվեն շատ թեթև, այսինքն
այսինքն տապակած, յուղոտ սնունդ, կծու թթու աղի չօգտագործեն, ցիտրուսներ մեծ քանակի չօգտագործեն եւ առավոտյան սոված վիճակում հանձնեն բիոքիմիական անալիզը, հետո համապատասխանաբար անցնեն սոնոգրաֆիկ հետազոտությունը, որպեսզի մենք կարողանանք ըստ սոնոգրաֆիայի տվյալների եւ ըստ բիոքիմիական անալիզի ծրագրով հաշվել տվյալ հղի բալիկի մոտ կա գենետիկ փոփոխություններ, գենետիկ շեղումներ, թե ոչ, իսկ հետագայում արդեն կազմակերպել ամինոցենտեզ, կազմակերպել կարդիոցենտեզ կամ խորիոն բիոպսիա։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ հիշեցնել, որ նախապես հերթագրվելու համար կարող եք զանգահարել 094 514 500 եւ 098 00 57 00 հեռախոսահամարներով։ Բժշկուհի, իսկ հատուկ վերապատրաստումներ այս ուղղությամբ անցել եք։ Այո, մենք անցել ենք հատուկ պրակտիկ մասը, ինչպես նշեցի, մենք անցել ենք Մոսկվայում, մեր 3 մասնագետները, Սերոբյան Նարինե, նաև ինձ հետ Մնացականյան Անահիտը, 3-ս անցել ենք Մոսկվայում պրակտիկ մասը, եւ մենք տարին մի անգամ հանձնում ենք քննություն on-line կերպով արտերկրում, ստանում ենք հատուկ թույլտվություն հետագա գործունեությունը շարունակելու համար։ Անպայման պարտադիր է քննությունը, որտեղ հնարավոր չէ հաշվել հետ ռիսկային գործոնները, կարծես թե դա փակվում է քո ծրագիրը, իրավունք չունես հաշվելու։ Բացի սկրինինգային հետազոտություններից, այլ հետազոտություններ բնականաբար իրականացվում են, որոնք են դրանք։ Սկրինինգային հետազոտություններից բացի մեզ մոտ կատարվում է բազմաթիվ ուրիշ հետազոտություններ, կատարվում է կոլպոսկոպիկ հետազոտություն, կատարվում է լապարասկոպիկ վիրահատություններ, նաև Երևանից եկած մասնագետի միջոցով կատարվում են այդ լապարասկոպիկ վիրահատությունները, կատարվում է կրծքագեղձի սոնոգրաֆիկ հետազոտություններ, գինեկոլոգիական բազմաթիվ հետազոտություններ, իսկ այժմ պիտի ներդրվի արհեստական բեղմնավորման կաբինետը, որոշ ժամանակ անց արդեն կկատարվի անվճար արհեստական բեղմնավորում։ Մասնագետը գտնվում է վերապատրաստման այս պահին։ Սրտի բնածին արատները հայտնաբերելու ուղղությամբ եւս տարվում են հետազոտություններ, մի փոքր այս մասին մանրամասն ներկայացնենք։ Երբ որ մենք կարդում ենք բոլոր ստատիստիկ տվյալները, պարզվում է, որ սովորական սոնոգրաֆիստները կարող են միայն սիրտը գնահատել 43.5%, նայած թե սրտի ինչպիսի արատներ կարող են լինել։ Դրա համար մենք Երևանից հրավիրել ենք մասնագետ, որը շաբաթվա մեկ օրը անցկացնում է պտղի սոնոգրաֆիկ հետազոտություն բոլոր տեսակի արատները հայտնաբերելու համար։ Չծնված պտղի սիրտը հետազոտվում է 80%, այսինքն մենք 80% վստահ ենք լինում, որ բալիկի սիրտը առողջ է։ Քանի որ պտղի սիրտը կապված է մորայրյան շրջանառության հետ, կան որոշակի խնդիրներ, որ միայն կարող է հայտնաբերվել ծննդաբերելուց հետո, բայց այնպիսի արատներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են, դրանք հայտնաբերվում են մինչև 21 շաբաթ եւ արդեն այդ պարագայում շատ ցավալի է պիտի ընդհատվի հղիությունը, գոնե ընդհատվի այն ժամանակ, որպեսզի հետագայում այլ բարդություններ չունենանք։ Նոր մայրանալ պատրաստվող կանայք, ինչպես են այս փաստը ընդունում։ Իհարկե նոր մայրացող կանայք ավելի գիտակ են, ավելի կարդացած, փաստ ընդունում են, որ պիտի անցնեն բոլոր հետազոտությունները, մեծամասնությունը իհարկե, կա մի կատեգորիա, որը գտնում է ոչ մի հետազոտություն պետք չէ, Աստված տվել է, Աստված կպահի, այդ դեվիզով են շարժում, դե իհարկե պարագայում միշտ Աստծո գործոնը մեծ է, Աստված է շնորհել կնոջը մայրանալու հատկությունը, բայց նաև միևնույն ժամանակ պիտի հետազոտությունները գիտակցորեն անցնեն, որպեսզի առողջ բալիկ ունենան, իսկ առողջ բալիկը դա մեր կյանքի հիմնական գրավականն է, առողջ բալիկ ունենալով մենք ավելի հզոր ենք, ավելի շատ լույս ու խաղաղություն կլինի երկրին, քան ոչ առողջ բալիկներ ունենալ։ Բժշկուհի Իսահակյան, մի փոքր ուզում եմ ներկայացնեք նաև արհեստական ընդհատումները հղիության սեռով պայմանավորված։
Ցավոք մեր տարածաշրջանում շատ է սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, հիմնականում ընդհատում են աղջիկ երեխաներին, որը իհարկե իրոք ցավալի է, քանի որ դա Աստծո պարգևն է, երեխան ինձ թվում է մնում է երեխա, կարևորը առողջ բալիկ ունենալն է, բայց կա այդ հարցը, մենք փորձում ենք բավականին աշխատանք կատարել, նախ հակաբեղմնավորիչների մասին ենք մենք բավականին աշխատանք կատարում, որպեսզի անցանկալի հղիություններ չլինեն, իսկ սեռային ընդհատման ժամանակ ամեն կերպ մենք փորձում ենք համոզել։ Առաջի բանը, որ անում ենք, դա սրտի բաբախը ուզում ենք որ լսեն, միգուցե այդ դեպքում իրենց գութը շարժվի, չփորձեն ընդհատել հղիությունը եւ շատ դեպքերում տեսնելով բալիկին, դա մեր ապարատների հնարավորությունն է, նաեւ մենք ունենք մեծ մոնիտորներ, ամեն հղին հետազոտման ժամանակ ինքը կարող է տեսնել իր բալիկին շարժումները, ունենք հնարավորություն ձայնագրելու ամբողջ ընթացքը, հղիության հետազոտման ընթացքը, որը կատարվում է սոնոգրաֆիկ ապարատով եւ իր դրական կողմն ունի եւ մոնիտորներ եւ սրտի աշխատանքի լսելը շատ հաճախ հաջողվում է եւ մամաները կարող են բերել 3-րդ, 4-րդ, անգամ 5-րդ աղջիկները համոզվում են, որ կարևորը բալիկի առողջությունն է, բայց ցավոք լինում են դեպքեր, որ ոչ մի ձևով չեն համոզվում եւ սեռային այդ հարցերում ընդհատում են հղիությունները։ Այսինքն տեխնիկական հագեցվածությունը այնպիսին է, որ դուք կարող եք ապահովել այդ կապը մոր եւ երեխայի միջեւ դեռևս չծնված։ Մեր երկու սոնոգրաֆիկ սարքերներ բարձր կարգի սոնոգրաֆիկ սարքեր են։ Կազմակերպության կողմից նվիրատվություն տրված սարքը Հուլիոսոն S8-ն է, իսկ մեր ծննդատան սոնոգրաֆիկ սարքը S10-ը, որը հագեցված է 3-4 տվիչներով, դա մեծ հնարավորություն է տալիս կապ ստեղծել մոր եւ բալիկի միջև հաճախակի երբ ցույց ենք տալիս նկարները, որոնք շատ գեղեցիկ դուրս են գալի նկարներ, բացի այդ 3-4D դատչիկը նաև ավելի մեծ հնարավորություն ունի ավելի մանրամասն հետազոտելու, ավելի խորը կերպով ուսումնասիրելու օրգան համակարգերը, մանավանդ դոպլեր հետազոտության համար շատ ունի մեծ նշանակություն, բայց առաջին հերթին ստեղծվում է կապ մոր եւ բալիկի մեջ։ Մենք կարող ենք բալիկի շարժումներ բալիկին, ասենք մեծ մոնիտորի վրա իրենք տեսնում են եւ դա կապված է նրանից, որ մեր սարքավորումները էքսպերտ կլասի, էքսպերտ դասակարգի սարքավորումներն են, որը համարվում է առայժմ եւ հանրապետությունում եւ ամբողջ աշխարհում ամենալավագույն ապարատների սարքավորումներից մեկը։ Ծնելիության ցուցանիշը վերջին շրջանում ինչպես է գնահատում։ Բավականին աճել է ծննդատանը ծնելիության ցուցանիշը, երբ որ մենք համեմատում ենք անցյալ տարիներու ու այս պահին կրկնակի երբեմն եռակի անգամ ավելացել է տվյալ ամիսների համար ծնելիության ցուցանիշը եւ ես շատ ուրախ եմ, որ Շիրակի մարզում շատ կանայք որոշում են մայրանալ, որովհետեւ իրենց բալիկներն են մեր ապագան, չէ որ նրանք են նոր պատմության էջը կոթողները։ Ըստ ձեզ, ինչով է դա պայմանավորված։ Գիտեք, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, բավականին ընկել էր ցուցանիշը։ Գիտեք ինչով է, այնտեղ պայմանավորված է սարքավորումներով, բավականին վերանորոգվել է մասնագետների հագեցվածությամբ, որովհետև բավականին մասնագետները մեր մեծ թիմ է, ծննդատան կոլեկտիվը, մեր մանկաբարձ գինեկոլոգիական բաժանմունքը մեծ թիմ է, որոնք մենք բոլորս աշխատում ենք համերաշխ եւ այդ մեծ թիմը ամեն մեկը ունի իր աշխատանքը, իր լուման յուրաքանչյուր ծննդի համար։ Երևի մասնագետների հագեցվածությունը, նաև ծննդատան վերանորոգումը, այսինքն պայմանները իրենց թելադրել են։ Այո, պայմանները իրենց նաև թելադրել են եւ մասնագետների, բավականին մասնագետներ, որոնք, ասենք, մենք տեղափոխվել ենք Գյումրի ծննդատուն եւ ունեցել է Գյումրի ծննդատունը շատ լավ թիմ, շատ։ Մենք ունենք հոյակապ վիրահատող բժիշկներ, հոյակապ եւ շատ ուշադիր ամեն հարցում, երևի դրանք բոլորը համակցելով միմյանց հետ հանգում եմ այն եզրակացության, որ դա ոչ թե մեկի արդյունքն է, այլ ամբողջ թիմի։ Ծննդատունը երբ միավորվեց արդեն Գյումրի բժշկական կենտրոնի հետ, սկսեց գործել հենց բժշկական կենտրոնի ներքո, բավականին արդյունավետ ծրագրեր այստեղ սկսեցին իրականացվել։ Նաև մայրության դպրոց սկսեց գործել, սա ինչով նպաստեց հղիների, այսպես ասած,
կենսամակարդակի բարձրացմանը։ Բնականաբար, այո, մայրության դպրոցը գործում է, շաբաթական ունենում ենք 5 պարապմունք, վարում են եւ Ֆրանսիայի մեր մասնագետները եւ տեղի մասնագետները, բավականին ինքը ուսումնական եւ դաստիարակչական դասընթացներ են, առաջին հերթին կրթում են հղիներին ճիշտ ապրելակերպ ապրելու, ճիշտ սնվելու, նաեւ հետագայում ծննդաբերության ընթացքում ճիշտ իրենց պահելու ու ծննդաբերական տրավմաները քչացնելու համար վարում են եւ մեր մասնագետները եւ Ֆրանսիայից եկած մեր գործընկերները։ Եվ որպես արդեն մանկաբարձ գինեկոլոգ, ինչ խորհուրդ կտաք մեր հղիներին։ Որպես մանկաբարձ գինեկոլոգ ես հղիներին խորհուրդ կտամ չխուսափել երբեք իրենց բոլոր հետազոտություններից։ Յուրաքանչյուր նեղ մասնագետի, թեկուզ թերապևտի հետազոտությունը բավականին մեծ նշանակություն ունի հետագայում սոմատիկ հիվանդությունների կանխարգելման համար։ Խորհուրդ կտամ անպայման հաճախել մայրության դպրոց, որովհետև կոնսուլտացիայի բժիշկը ինքը չունի այնքան ժամանակ, որպեսզի ներկայացնի այն ամբողջ թեման, ինչը քննարկվում է մայրության դպրոցում։ Խորհուրդ կտամ ճիշտ ժամանակին իրանց այցերը գան, բոլոր սկրինինգային հետազոտությունները անցնեն, որովհետև դա է գրավականը առողջ բալիկ ունենալու համար։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ տեղեկատվական բնույթի զրույցի համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էին Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Անժելա Իսահակյանին։ Խոսքս ուղղում եմ հատկապես հղիներին։ Աչալուրջ եղեք բժշկի տված խորհուրդներին, հետևեք դրանց, ծնեք առողջ բալիկներ եւ դուք էլ եղեք առողջ։ Մեդինֆոն էր եթերում, կհանդիպենք։